Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մեկնարկել է երրորդյա վերապատրաստման դասընթացներ ուղղված տեղամասային հանձնաժողովների անդամների պատրաստվածության բարձրացմանը։ Այս տարվա կարևոր նորությունը ռիսկերի կառավարման դասընթացն է, որի նպատակն է կանխել ընտրական գործընթացներում առաջացող հնարավոր ռիսկերը։ Դասընթացները ներառում են ռիսկերի կառավարման ժամանակակից մեթոդներ, ճգնաժամերի կառավարման գործնական վարժություններ, առաջնորդության ու կոնֆլիկտների կառավարման հմտություններ, ինչպես նաև հաղորդակցության ու էթիկայի դասընթացներ։ Դասընթացը ընդհանրապես իրականացվում է IFS-ի, International IDEA-ի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, Artemis ծրագրի շնորհիվ ըստ էության իրենց մշակած մեթոդաբանությունը փորձեցինք տեղայնացնել մեր իրողությանը, դա դեկտեմբերին է տեղի ունեցել երկու փուլով, սկզբից իրենց մասնագետները ժամանեցին այստեղ, իրենց մասնագետների հետ մենք աշխատաժողով ունեցանք։ Դասընթացը բաղկացած է տեսական և գործնական մասերից, 30 րոպեանոց սիմուլյացիոն վարժություններում օրինակ դիտարկվում են ռիսկերի արձագանքման տարբեր սցենարներ, կենտրոնական ընտրական հանձնաժողովի և տեղամասային հանձնաժողովների միջև հաղորդակցությամբ։ Հիմա մենք լսեցինք, որ կենտրոնական ընտրական հանձնաժողով, որը դերակատարներից մեկն է վարժության, 5 րոպե ընդմիջում է վերցնում մամուլի ասուլիս անելու համար։ Այստեղ դերակատարներն են տեղամասային ընտրական հանձնաժողով, ընտրատարածքային ընտրական հանձնաժողով, կենտրոնական ընտրական հանձնաժողով եւ միջգերատեսչական օպերատիվ շտաբը, որը աշխատում է օգնելու ընտրական մարմինների համար։ Ընտրությունների ժամանակահատվածում նույնիսկ աննշան թվացող տեղեկատվությունը հետաքրքիր է մեր հանրությանը, իսկ հանրության հետ հաղորդակցության թերևս առաջնային օղակը ԶԼՄ-ների միջոցով է իրականացվում։ Դրա համար մենք կարևորում ենք, որ մեր անդամները հնարավորինս լավ տիրապետեն այս հարցում, այսինքն ավելի լավ կոմունիկացվեն թե ԶԼՄ-ների, թե դիտորդների եւ ընտրական գործընթացում ներգրաված մեր մյուս շահագրգիռ կողմերի հետ։ Դասընթացները անցկացվում են Երևանում եւ Շիրակի մարզի Գյումրի համայնքում եւ կարծում եմ, որ մասնակիցները գոհ են եւ կարծում եմ, որ իրենց արդեն իսկ արկա հմտությունները եւս մի փոքր կզարգանան, կավելանան, ինչը կնպաստի գալիք խորհրդանական ընտրությունները ավելի պրոֆեսիոնալ, ավելի լավ կազմակերպելու եւ նախապատրաստելու համար։ Դասընթացներին մասնակից հանձնաժողովականների խոսքով արդյունավետ է գործնական հմտությունների միջոցով միջազգային փորձի յուրացումը։ Բանախոսների փորձը, երկարամյա փորձը հնարավորություն է տալիս ստեղծված իրավիճակների մասին արդյունավետ լուծումներ փորձի ընթացքում, որ կուտակվել են իրենց մոտ, փոխանցելու մեզ։ Նախագիծը շարունակական է, առաջիկայում նախատեսվում են նոր դասընթացներ կուսակցությունների վստահված անձանց եւ նրանց դասընթացավարների համար։ Ընտրությունային մասնակից կուսակցությունները, ովքեր պատրաստվում են մասնակցել, իրենք տրամադրեն իրենց դասընթացավարներին, ովքեր որ պիտի իրենց կուսակցությունում օրինակ կամ դաշինքում զբաղվեն իրենց վստահված անձերի ուսուցումով։ Միջազգային գործընկերների հետ մենք իրականացնենք թիոթին, այսինքն դասընթացավարների դասընթաց։ Եվ իրենց տանք, այսպես ենք, վկայական է, որ իրենք էլ հիմա որ այս մարդիկ ունեն մասնագիտական գիտելիքներ, այսինքն կարող են իրենք էլ գնալ մտնել լսարան եւ սովորացնել։ Իսկ մայիսին սկսվելու է տեղամասային հանձնաժողովների նոր անդամների վերապատրաստումը, ներառելով քարտուղարների եւ նախագահների համար հատուկ առաջնորդության պրոցեսների կառավարման դասընթացներ։ Քրիստինա Մկրտչյան, Մայա Խաչատրյան, Մարտին Գևորգյան եւ Մհեր Կիրակոսյան, լուրեր։